կխնդրեմ նախ ներկայանաք, ապա մեզ տեղեկացնեք, հա, ինչ խնդրով, ինչ պահանջով եք այս պահին կառավարության շենքի առջև։ Արաքսիա Մանասյան, Թաղավարտ գյուղից ներկայացել ենք 100,000-ական, 100,000-ը չենք ստացել, 50-ականները չեմ ստացել։ Այսինքն, ասեմ այսպես, եկել ենք հասել տեղ գյուղը մենք գաղթի ժամանակ։ Մեզ ասել են, էլ չենք գրանցում ստեղ։ Գնացեք, որտեղ գնում է թող ընդեղ էլ գրանցվի, ասում ենք, բայց սա հայտարարել էին, որ պետքա գրանցվեք, ասում է, չէ, գնացեք դուք, այդ նույնն էլ մեր Անուշը, մեր կազմակերպիչ, ինքն է, մեզ հետ է եղել ճանապարհին, գնացել ենք Լենինական Գյումրի ու անմիջապես հաջորդ օրը գրանցվել ենք, հետո մի շաբաթ անցել արդեն քույրս, եղբայրս այդ 100,000-ականն ստացել են, գնացել ենք նորից դիմել այդ սոցապին, դե կստանաք էլի, ասում եմ, բայց արդեն մերոնք ստացել են, նորից, ասում, սպասել ենք մի շաբաթ, երկու շաբաթ նորից ենք սպասել, նորից ենք դիմել, էլի ասմա կնստի էլի, հիմա տուն չունենք որ մնանք, խեղճ աղբերս Ռուսաստան մի հատ տուն աճարել, որ եկեք մնացեք, դե ստեղ տուն չկա, ընդեղ իրաց տան տարածքում տուն է եղել, գնացել ենք, նոյեմբերի 5-ին մենք գնացել ենք Ռուսաստան, դե ոբշում ընդեղ էլ են չեր, Իսկ կներեք, հիմնականում ինչ խնդիրների են բախում, հա, արցախցիները, ձեր օրինակով, կարող եք նշել, ինչ խնդիրների եք հիմնականում բախում, իրավունքների հետ կապված։ Սաղ էլ էտ է, էլի, մեր պահանջն եք դրել, որ սաղս եկել ենք, այդ 100,000-ը ոչ ոք չի ստացել ես եկածներից, 50-ականները ոչ ոք չի ստացել ես եկածներից։ Այսպիսի մի հարց, մի իշխանություն, Հայաստանի իշխանության մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանի կառավարության, որը Ադրբեջանին հանձնել է Արցախը, այս իշխանությունից տվյալ պարագայում սպասելիք հնարավոր է ունենալ։ Այս պարագայում սպասելիքներ չունեմ, բայց վերջին հույսրնեսը արդեն որոշել ենք, որ անպայման այսօր վերջնական պիտի մեր հարցը իջնեն վերևից, փոխվարչապետն ով է, պետքա իրանք մեր հարցին լուծում տան։ Էլ ուրիշը ոչ սպասելիք ունեք, ոչ ուզ։ Ես նույնիսկ աչքերս վիրահատած եկել եմ, որ այդ հարցը լուծենք, դաժե չեմ կարողանում կանգնել։ Հա, էդ է։ Շնորհակալություն։